Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ, աստիճանաբար ուրվագծվում է Հայաստանի և տարածաշրջանի համար անչափ կարևոր Թրամփի ուղի նախագիծը։ Ուրբաթ Հայաստանի վարչապետը որոշ դետալներ հաղորդեց, թե ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունում Հայաստանը ունենալու է վճռական ձայնի իրավունք, հայկական կազմակերպությունները, ինստիտուտները որևէ սահմանափակում չեն ունենալու այդ ճանապարհահատվածում, հողը, որի վրա կառուցվելու է ուղին, լինելու է Հայաստանի սեփականությունը։ Անցած շաբաթ հրապարակ իջավ նաև անկլավների թեման, այս հարցը նույնպես քննարկելու ենք իմ հյուրերի հետ, ինչպես նաև Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստանը գնում է դեպի ընտրություններ։ Բարև ձեզ, պարոնայք, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել ենք հանրային գործիչներ Սուրեն Սուրենյանցին եւ Արսեն Խարատյանին։ Պարոն Սուրենյանց, հաճախ կարելի է լսել ձեր կողմից քննադատություն Վաշինգտոնյան համաձայնությունների ուղղությամբ, բայց եկեք ուղիղ խոսենք։ Մարդիկ ասում են, գիտեք, Ադրբեջանի հետ կարևոր է ստեղծել ընդհանուր շահեր, քան ունենալ որևէ փաստաթուղթ եւ ընդհանուր շահերն են, որ կարող են ապահովել համեմատաբար խաղաղ, կայուն ժամանակահատված։ Դուք դեմ եք այս գաղափարին։ Ինստիտուցիոնալ խաղաղություն եւ ընդհանուր շահեր ձևավորում են ուժային բալանսի շնորհիվ, ձևավորում են դիվանագիտական համապատասխան միջավայրի շնորհիվ։ Ցանկություններով դա չի լինում։ Փաստաթղթերը այդ առումով կարևոր են, այնպես չի, որ կարևոր չի ինչ փաստաթուղթ է ստորագրել, կարևոր է մղումնա ցանկությունն է, վերջո փաստաթղթերը սահմանում են պարամետրեր։ Վաշինգտոնի հռչակագրի վերաբերյալ այո, քննադատական դիրքորոշում ունեմ, չեմ էլ թաքցնում, որտեղ ի վերջո դա համարյա նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետն է, մինուս Արցախ տարբերակով։ Այսինքն մեր դիվանագիտության ընթացքը մեզ հանգեցրել է նրան, որ ավելին չենք ստացել Վաշինգտոնի հռչակագրով, քան կար նոյեմբերի 9-րդ կետում, բայց մյուս կողմից արդեն չկա Արցախը, չկա այդ խնդիրը, չկա այև հայ-ադրբեջանական հակամարտությունը լրիվ այլ դրսևորումներ ունի։ Շատ լավ, ո՞րն է մյուս կողմից եթե մենք չենք մշտապես պնդել եմ, որ որևէ միջազգային պարտավորությունից հրաժարվել է, այդ թվում Վաշինգտոնի հռչակագրից, համաձայնություններից, տրիպից արկածախնդրություն է, որովհետև նախ որևէ երաշխիք չկա, որ խաղաղության վիճակում չլինելով կարող է ստատուս քվո փոխել եւ ավելի լավ փաստաթուղթ ստանաս, այդ երաշխիքը ցավոք սրտի մենք չունենք, եւ երկրորդը Հայաստանը այն սուբյեկտության մեջ չի, որ կարողանա ինչ-որ օրակարգ թելադրել կամ ստատուս քվոն փոխել, ասենք, դիվանագիտական ճանապարհով։ Ցանկացած փաստաթուղթ, որ ստորագրվել է, ինչքան էլ քննադատական դիրքորոշում ունենանք, պետք է փորձենք այդ փաստաթղթի հնարավորությունները մեծացնել եւ ռիսկերը կառավարել։ Օրինակ, այդ տրիպը կարելի է հարստացնել Հայաստան-Իրան երկաթուղու բաղադրիչով։ Այլ խոսքով պետք է աշխատել աշխարհաքաղաքական բալանսը ապահովել, Սյունիքը վերածել հանգույցի, որը հնարավորինս կարող է ծառայեցվել Հայաստանի շահերին։ Այստեղ իհարկե շատ կարևոր է, որպեսզի անկեղծ լինեն Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ իրավազորությունը, ինքնիշխանությունը Հայաստանը պահպանում է, այստեղ ես մի քիչ կասկածներ ունեմ, որովհետև տեսեք, հասարակ օրինակ 1-1.5 ամիս առաջ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը կատեգորիկ հերքում էր, որ վարձակալությամբ տալու խնդիր կա։ Նույնիսկ Թրամփի ասածներից իրեն հարց էին տալիս, ինքը ասում էր նման ոչ մի կարգի պայմանավորվածություն չկա։ Ուրբաթ օրը արդեն ինքը խոսում էր 45 կամ 99 տարով վարձակալության կառուցապատման իրավունքի մասին։ Գիտեք, այդ տերմինների տակ ես ժամանակին եղել եմ քաղաքապետի աշխատակազմի ղեկավար, շատ լավ հասկանում եմ։ Նույն տերմինների ներքո վարձակալություն, տեսեք, դա նույն կոնցեսիոն այսինքն չի կարելի, որ Նիկոլ Փաշինյանը մեր աչքին թոզ է փչում, սովորական կառուցապատման պրոյեկտը աշխարհաքաղաքական այս նախագծի տակ։ Շատ լավ, նույն պայմանները չեն, ինչ ռուսական երկաթուղու պարագայում։ Ես չգիտեմ։ Դուք չգիտեք։ Պարամետրերը դրա համար եմ ասում, անդադ հակասական բաներ, երբ որ խոսվում է նույն նախագծի մասին, դա
տուրբուլենտությունը այդ նախագծի շուրջ, հասարակական տրամադրությունների հակասականությունը ընդհանրապես խորացնում է։ Շատ լավ, պարոն Խարատյան, տեսեք, պարոն Սուրենյանցը բարձրացրեց այն մտահոգությունները, որոնք կան, մարդիկ ասում են, չէ՞ որ Վաշինգտոնյան հռչակագրերում նշված է անխոչնդոտ բեռնափոխադրության, ուղևորության, մի խոսքով անխոչնդոտ անցման մասին եւ գիտեք, սա կարող են Բաքուն, չգիտեմ, Թուրքիան, Ռուսաստանը նախադեպ սարքել եւ այս անխոչնդոտ իրավիճակը հետագայում նույնպես կարող է կրկնվել։ Դուք այստեղ խնդիրներ տեսնում եք Հայաստանի համար։ Դե պիտի հիշենք, որ անխոչնդոտ բառը թերևս այս տեքստից հետո ամենաակտիվ քննարկված թերևս տերմիններից է իր բոլոր, այսպես ասած, ինտերպրետացիաներով։ Նախ անխոչնդոտ ում համար, բացառապես Ադրբեջանի, սա պիտի հասկանանք, մեկ։ Ինչ դերակատարություն այդտեղ ունեն ամերիկացիները։ Արդյոք այն ինչի մասին խոսում է վարչապետը երկրի, կոնկրետ է այն իմաստով, որ Հայաստանն ու Ադրբեջանը օրինակ մաքսային փոխադրումները եւ ուրեմն սահմանապահ զորքերի աշխատանքը երկկողմով են անելու, թե այստեղ ամերիկացիները ինչ որ ներգրավվածություն են ունենալու, օրինակ տվյալների բազային տիրապետելու են, թե ոչ, հա, արդյոք սա նման է լինելու, այս արդյոքները շատ են լինելու, որովհետեւ դետալներ չկան։ Եվ ես ասեմ, այդ դետալները չկան նաև այն պատճառով, որ նախապես չեն էլ բանակցվել։ Թուղթը ստորագրվել է, սա ունիկալ իրավիճակ է այս տեսանկյունից։ Հետո սկսել են բանակցել մոդալիտիները։ Հա, այսինքն այդ երկուսն էլ Ալիևն ու Փաշինյանը որոշել են, քանի այդպիսի մեկը կա, գնանք հետը ստորագրենք, տեսնենք ինչ է ստացվում, փոխենք նոյեմբերի 9-ին։ Ու հիմա է դիվանագիտության ժամանակը, պարոն Սուրենյանց։ Այ այն ինչ որ դուք ասում եք, արդյոք մենք կկարողանանք հասնել նրան, որպեսզի դա ոչ թե միայն այդ 44 կիլոմետրը լինի, իսկ մենք տեսնում ենք, որ թուրքերն ու ադրբեջանցիներն արդեն կարծիքդիր են կառուցում, որպեսզի շրջանցելով Հայաստանը գան կպնեն Նախիջևանում, արդյոք մենք կարողանալու ենք այնպես անել, որ Նախիջևանով գա Երասք, հետո Ախուրիկ, հետո դեպի դիպչի, այսինքն Կարս, Գյումրի կամ եթե կուզեք ժամանակին Մոսկվա Կարս, հա, էս է բանակցելը։ Սրա մասին է հիմա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ գլոբալ երկու կողմն էլ դուք համաձայն եք գաղափարին, կարծում եք այլընտրանք չկա։ Մենք ուզում ենք տրանզիտ լինի մեր երկրով մեկ։ Հա, մենք ուզում ենք փոխադարձ կախվածություններ Ադրբեջանի հետ, դրատակ նկատի առնելով։ Ինչու ոչ փոխադարձ շահեր։ Այո, կախվածություններ ես նկատի ունեմ տնտեսական, տրանզիտի տեսանկյունից, բեռնափոխադրումներ, մարդիկ եւ այլ, դրա իրատեսականությունը դեռ մի կողմ եմ դնում։ Ես փիլիսոփայության հիմքերն եմ ասում։ Եթե այո, ապա պիտի դրա ճանապարհները գտնենք։ Հիմա հայտնվել է նոր օրակարգային խնդիր, որ շատ ինտենսիվ է զարգանում։ Դուք պատկերացրեք, ամերիկացիները 145 միլիոն են տալիս մի երկու ամսվա ընթացքում, այն պարագայում, որ Թրամփը ամբողջ աշխարհում կտրտում է։ Հա, հենց այնտեղ որտեղ քաղաքական իրական շահ կա, եւ դա իր նպատակն է եղել։ Ես ասեմ, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության փակելու հիմնական հիմքը եւ այնտեղ կոնսենսուս ունենալու նա եղել, որ արդյունավետ չէր։ Հիմա դա բերել են դրել են պետքարտուղարության տակ, ում պետք է արագ գումար կարողանում են հատկացնել։ Այդ կոնտեքստում էլ դիտարկենք, հա։ Եվ ուրեմն այս տեսանկյունից եւ փող է եւ գործող խմբեր կան եւ կողմեր կան։ Հիմա անդրադառնալով պարոն Սուրենցի կարծում ճշգրիտ դրամաբանությանը, արդյոք մենք ուզում ենք աշխարհակական բախման կիզակետ դարձնել դա, թե ինչ որ համերաշխության կամ շահերի համադրման, եթե դա հնարավոր է, հաշվի առնելով մեր չափը, կարևորությունը, կարողությունները, այս ամենը։ Եվ հնարավոր է, այո, ինչպես պարոն Սուրենյանցը։ Միայն Իրանի խնդիրն է մնացել։ Իսկ Ռուսաստանը կարծում եք ինչ ենք տեսել, որ Մոսկվայից ինչ որ բացական բան ասեն։ Ավելին ասեմ ձեզ, մենք հենց նոր ականատես եղանք, որ Ղազախստանով Ռուսաստանից եկավ։ Շնորհակալություն։ Մենք նաև ականատես ենք եղել, որ տարիներ շարունակ Բաքու Ջեյհանը իբրև Ռուսաստանը պիտի շրջանցեր, սանկցիաների ընթացքում սվոպի տրամաբանությամբ Եվրոպային գազ էր գնում։ Եկեք հասկանանք հետևյալը, ես կարծում եմ, որ Ռուսաստանի մոտեցումը շատ պարզ է, ինչու՞ չէ, թող սարքեն, հետո կտեսենք ով կօգտվի։ Մենք Գիտեք, այստեղ մի շատ կարևոր բան կա։ Իմ կարծիքով ես ուզում եմ կներեք, որ ընդհատում եմ ձեզ, պարոն Խարատյանը շատ կարևոր հարց է բարձրացնում, Օվերչուկը Ռուսաստանի փոխվարչապետ ըստ էության ողջ ունեց, ասես մենք պատրաստ ենք նաև։ Ես ավելին ասեմ, ես օրինակ Ադրբեջանի կողմից մաքսային խոչընդոտների վերացման նախաձեռնությունը, այս վերջի շրջանը, որ հացահատիկի հետ կապված եղավ, ավելի շատ ռուսական ազդակի նախաձեռնության հետևանք եմ համարում, օրինակ, օբյեկտիվորեն։ Գիտեք, Իրանի Ռուսաստանի դիրքորոշումները այստեղ հակասական է, շատ անկեղծ ասեմ։
Նաև իրաց փորձագետներից ոմանց հետ եմ շփվել։ Իրանց մի մասի մոտ թերահավատություն կա, որ այս պրոյեկտը ընդհանրապես իրականություն կդառնա, տրիպը։ Իրանցիները նկատի ունեն։ Իրանցիներն էլ, ռուսներն էլ, մասն մի քիչ Թրամփի պատաժային բնավորությունը հաշվի առնելով Թրամփիզմ հասկացություն չէ, կա արդեն կոնֆլիկտերի կարգավորման գործընթացում ոչ այնքան դրական իմաստով։ Կներեք այստեղ բան անեմ, անգլերենով ասում են taco, Trump always chickens out։ Վերջի պահին միշտ վախենում է։ Այսինքն այս տրամաբանության մեջ ասում են հետ կա, բայց մյուս կողմից պարոն Խառատյանի ասածն էլ եկեք չանտեսենք, այն իմաստով, որ ի վերջո աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ, օրինակ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, ինչքան կոնֆլիկտի մեջ են, այնքան էլ շատ արագ կարողանում են կոնսենսուսի գալ։ Տեսականորեն չբացառենք, որ գլոբալ համաձայնությունների դաշտում Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են նաեւ հարավային Կովկասի ու նաեւ այս նախագծերի շուրջ շուտ կոնսենսուս ձևավորել։ Ի վերջո անդադ հակադրության մեջ չեն լինելու, թրիպն էլ հենց վաղը չէ միսօրը չի գործարկվելու, այս ամեն ինչը մի քիչ գլոբալ քաղաքականության մեջ պիտի դիտարկվի անշուշտ։ Ամենայն դեպս այո, ռուսները սպասվածից շատ ավելի հանդարտ են արձագանքում եւ այնպիսի տպավորություն է երբեմն ինձ մոտ էլ, որ իրենք ինչ-որ բան ավելին գիտեն, քան մենք տեղեկացված ենք կամ ենթադրում։ Դուք զարմացած եք, որ ռուսները Չէ, զարմացած չէ։ Գիտեք, մեկ Հայաստանում մի հատ երևույթ է առաջացել։ Մեկ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից ելնելով, մեր ռուսամետները ավելի ռուսամետ են, արևմտամետները ավելի արևմտամետ են։ Այս բաներից մենք պիտի դուրս գանք, այդ մարդիկ մեղավոր չեն։ Շատ լավ, տեսեք, մարդիկ նաև ասում են, գիտեք, Հայաստանի իշխանությունները մինչև ընտրություններ ամենևին էլ շահագրգռված չեն, այսպես իրապես սկսել այդ ուղու կառուցումը, որովհետև գուցե դիտարկում են, որ դիմաց ընտրություններ են եւ սպասում են այսպես աջակցություն գործընկերներից, օտարերկրյա գործընկերներից եւ այ ընտրություններից հետո երբ որ ամեն ինչ այսպես ավարտված կլինի, Հայաստանի իշխանությունները կսկսեն իրապես կառուցել Թրամփի ուղին։ Այս գաղափարը ձեզ դուր է գալիս։ Դե արդեն տեսել ենք, որ հայտարարել են, որ այդ ճանապարհի կառուցման նախնական բանը 26 թվականի ամռանն է նախատեսվում։ Ես ձեզ ասեմ, օգոստոսի 8-ի փաստաթուղթը արդեն այն էֆեկտը, որ պիտի տար Նիկոլ Փաշինյանի համար ներքաղաքական մասով տվել է եւ դա շահարկելով ինքը կապրի։ Պետք չի, որ վաղը մի հատ էլ անպայման այնտեղ կարմիր բան կտրվի։ Իսկ գրեք ավելի շատ ինչն է հետաքրքիր, իսկ ով է անելու դա։ Իսկ ով է կառուցելու այդ երկաթգծի 44 հələ չեմ խոսում, դեռևս չեմ ուզում խոսել Նախիջևանով գնալու է չի գնալու, դրանք այլ գործընթացներ են։ Այդ 44 կիլոմետրը ադրբեջանցիներն արդեն ոնց ինչպես տեսնում ենք եկել հասել են համարյա նռնաձոր։ Դուք նկատի ունեք տեխնիկապես ով է կառուցել, բայց դա էական հարց է։ Ինչու՞։ Որովհետև ներքաղաքական իմաստով կարող է լուրջ խնդրեմ դառնալ, որովհետև ես ինչքան հասկանում եմ ադրբեջանցիներն են կառուցել։ Այսինքն կարծում եք, որ ինձ հետաքրքիր է նաև այն, որ ադրբեջանցիներն արդեն բանակցում են այս թեմայի շուրջ, ընդ որում բանակցում են Եվրամիության հետ։ Բայց եթե դա Հայաստանի համար ավելի, ես չգիտեմ, եթե դա Հայաստանի համար ավելի էժան տարբերակ է, դուք խնդիր տեսնում եք, որ ադրբեջանցիները խնդիրը ես տեսնում եմ կամ իմ զրուցակիցը տեսնում է, թե չէ, դա այնքան է կարևոր չի։ Դա շատ զգայուն խնդիր է, հասարակությունն է։ Հենց է, հանրային ընկալումների վրա ազդելու տեսակ։ Գիտեք, արհեստական չի այդ թեման, էլի, այդ թեման։ Չէ, բայց նաև օբյեկտիվորեն ամենահարմարն իրենք են լինելու։ Հա, բայց մեկը դա հասարակական ոչ միարժեք ընկալում առաջացնելու միանշանակ։ Դե բայց դուք հասկանում եք, եկեք փորձենք մի հատ իրենց ձիրքից նայենք, ինչ է անում Ալիևը։ Ալիևը հոր ժառանգությունը վերականգնում է։ Եվ ինքն Ադրբեջանում դա այդպես է վաճառելու։ Սա երկաթգիծ էր, որ իր հոր օրոք էր կառուցվել, ընդ որում ԽՍՀՄ շրջանում երկաթգծի այդ հատվածը նույնպես տեխնիկապես կառավարվում էր Ադրբեջանի կողմից եւ սա է պատճառը Ադրբեջանի երկաթգծային ենթակառուցվածքն ավելի բարդ է, քան մերը, Վրաստանին էլ ավելի բարդ է, որովհետեւ դրանք 19-րդ դարում են կառուցվել 1850-ականներին եւ առավելապես արդեն Բաքվի աճող նավթը դեպի Սևծով հասցնելու համար, որտեղ մեր շատ հայրենակիցներ են բավական լուրջ ինվեստիցիաներ են արել ժամանակ, Մանթաշովը լավագույն օրինակը լինի։ Հիմա ես ուղղակի պատմական իրոնիաների վրա եմ կենտրոնանում։ Իրենց համար ներքաղաքական իմաստով սա նաև այս նշանակությունն ունի եւ նաև վաճառելու այն, ով կառուցում է ինքն էլ տերն է։ Հիմա
անխոչնդոտ անցումը ես դեռ մի կողմ եմ դնում, այդ երկաթգծի այդ 44 կիլոմետրի սպասարկում, ապագայում էս անել, Դրա համար ստեղծվում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, ինչի մասին վարչապետը ուրբաթ օրը խոսեց։ Որը երկաթգծային կառավարման խնդիր է Ես տեղյակ իրականացնելու։ չեմ։ Պարոնայք, անցած շաբաթ նաև անկլավների հարցը մեջտեղ եկավ, վարչապետը խոսեց Արցվաշենից, օրեր անց ասաց, որ դիրքորոշում հայտնել չի կարող, որովհետև պետք է հասկանալ հարցի իրավական կողմը, որովհետև խորհրդային ժամանակներում այն անկլավները, որոնք կային խորհրդային Հայաստանի տարածքում, կարծես նույն իրավական կարգավիճակը չունեին, ինչ օրինակ Արցվաշենը, եւ մի կարևոր հանգամանք էլ նշեց, որ առանց Հայաստանի քաղաքացիների համաձայնության բնականաբար այդ փոխանակումը չի կարող տեղի ունենալ։ Պարոն Սուրենյանց, դուք այստեղ այս հարցում վտանգ տեսնում եք։ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր գրառում էր արել արտակուրս Արցվաշենը վերադարձնելու մասին էր, բայց դրա նույնիսկ տեսական հնարավորությունը կա միայն մի դեպքում, եթե դու Տավուշյան 3 գյուղերը եւ Տիգրանաշենը, որը Քյարքիա նաեւ հայտնի, հա, վերադարձնում ես Ադրբեջանին, որը սովետական վերջի քարտեզների տրամաբանությամբ, հա, շատ անկեղծ լինենք այստեղ։ Եվ դրանք են հիմքերը, հանձնաժողովն էլ չի թաքցնում։ Ասում են բազմաթվում են, բայց հիմնականը 74-ից 76 74-76 թվականներ, այսինքն վերջի քարտեզներն են դրանք։ գլխավոր շտաբի քարտեզն են։ Հիմա տեսեք, սա ես խիստ վտանգավոր կհամարեմ, այս լուծում։ Ինչու եք վտանգ։ Ասեմ ինչ եմ վտանգավոր համարում։ Թարապես ասած քարտեզներով 74-76 թվի, որ դա այդպես է եղել, բոլորս գիտենք։ Բայց ինչի է վտանգավոր, որովհետև վստահության մեխանիզմները առայժմ մեր ժողովուրդների միջև պետությունների ձևավորված չեն։ Այդ նշանակում է կոնֆլիկտագեն վիճակի ստեղծում Հայաստանի սահմաններից ներս։ Հլեն լոգիստիկ անվտանգային խնդիրները թողեմ, չէ՞, փող բանը Տիգրանաշենը գտնվում է դեպի Սյունիք, դեպի Իրան գնացող ճանապարհի վրա են Տավուշի 3 գյուղերը հայ-վրացական ճանապարհն է վտանգում, այդ լոգիստիկ խնդիրները կա։ Բայց քանի դեռ մեր ժողովրդերի միջև վստահություն չկա, նման կնդրուկ քայլի գնալը կարող է բերել կոնֆլիկտային նոր օջախների ստեղծման։ Հետո Արցվաշենը ռազմավարական իմաստով այն նշանակությունը չունի, կարծում եմ ստեղ որևէ մեկս չենք վիճելու, դա մի հատ կղզի է, ըստ էության։ Լավագույն լուծումը կլիներ կամ փոխանակումը, այսինքն ստատուս քվոն պահել է այսօրվա, կամ էլ գոնե այդ հարցի հետաձգումը մի 15-20 տարով միջև վստահության ինչ-որ ինստիտուտներ կձևավորվեր երկու պետությունների միջև, հա, այդ խնդրին կարելի է անել։ Պարոն Խարատյան, տեսեք, այսպիսի միտք կա, մարդիկ ասում են մի կողմից մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է սահմանազատում իրականացնենք խորհրդային սահմանների հիման վրա, խոսում են Ալմատիի հռչակագրի մասին, բայց մյուս կողմից, եւ մենք գիտենք, որ խորհրդային ժամանակներում ադրբեջանական անկլավներ են եղել խորհրդային Ադրբեջանի, խորհրդային Հայաստանում, եղել է Արցվաշենը խորհրդային Հայաստանի անկլավը Ադրբեջանում, խորհրդային Ադրբեջանում, բայց մյուս կողմից մենք ասում ենք, չէ, մենք չենք ուզում անկլավներ։ Չէ, մենք չենք ասում, մենք չենք ուզում անկլավներ, մենք ասում ենք փոխանակման ամենատրամաբանական ձևը սա չէ, որովհետև ինչպես ճշգրիտ նշվեց, այն տրամաբանությամբ, որ օրինակ իրենք վերցնում են Տիգրանաշենն ու Տավուշի մի հատվածը, որ նաև ներառում է ճանապարհ 4-ից 1-ը ռազմավարական, 3-ը միջպետական գործող Վրաստանի հետ, այդ պարագայում մենք շահով դուրս չենք գալիս, հատկապես հիմա։ Ինչի է մեզ պետք հիմա սա անել։ Եվ ինչու է Փաշինյանը սա ներկայացնում որպես նվաճում, այնպես ինչպես Կիրանցն է ներկայացնում որպես նվաճում, որի հետ կապված ես նույնպես խնդիր ունեմ։ Բայց չէ որ Կիրանցը սահմանազատվեց համաձայն այն սկզբունքի, Նայեք, սկզբունքը մի կողմ ենք դնում։ Մարդիկ դրանից հետո ավելի անվտանգ են զգում իրանց։ Սա է առանցքը, մեկ։ Ես ուզում եմ ասել ընդամենը, որ եթե մենք համաձայն ենք, որ խորհրդային սահմաններով ենք իրականացնելու սահմանազատումը, ինչն է խնդիրը։ Խնդիրը երբ ենք անում դա։ Նայեք, սկզբունքների շուրջ կարող ենք համաձայնություն ունենալ։ Խնդիրը տեխնիկական ժամկետների եւ այլնի հարցին է վերաբերում։ Հայաստան-Ադրբեջան սահմանը ներառյալ Նախիջևանը 1000 կիլոմետրից ավելի է։
Այս պահին մենք 17-12 կիլոմետր ենք ենթադրաբար սահմանազատել, ընդ որում կրկնեմ, ոչ մի խոսք չկա այն հատվածների վերաբերյալ, որ Ադրբեջանը վերցրել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Հիմա դա էլ չարած, սահմանազատումը չշարունակած, հետ են գալիս անկլավների խնդրին։ Ինչու՞, ես սա եմ ուզում հասկանամ։ Գուցե օգոստոսի 8 գնալու համար Ադրբեջանը դա է դրել նաև որպես նախապայման, ես չգիտեմ, որտեվ սա Փաշինյանի ներքաղաքական իմաստով ձեռնտու բան չի։ Սա ճգնաժամ ստեղծող խնդիր է։ Ստեղ նաև այն պնդումը, թե օրինակ մայիսից Ալիևը տեսել եք մի վատ բան ասի Փաշինյանի մասին։ Շատ չենք տեսնում։ Որը որոշում էր կայացվել Փաշինյանի հետ աշխատել այս փուլում, հատկապես Դուբայի հանդիպումից հետո, բայց սա հիմա եթե Ադրբեջանը իսկապես այս փուլում պահանջ է դնում, ուրեմն վերանայում է իր մոտեցումը եւ այնպես չի մի հերթական դամոկլյան սուրն է կախում, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներում ընտրություններից առաջ ազդեցություն ունենա։ Շատ լավ, ես ուզում եմ այս թեման ամփոփելով այնուամենայնիվ հստակեցնել։ Մենք ի վերջո համաձայն ենք, որ խորհրդային սահմաններով անցնի սահմանազատումը, բայց ասում ենք անկլավներ չենք ուզում։ Չենք ասում այդպեսի բան, ախր եկեք ճիշտ հասկանանք իրար, պարոն Հացյան, տեսեք, հարցը կներեք ուղղակի արագ ասեմ, հարցը ինչի որ մենք չենք խոսում անկլավների մասին։ Մենք ասում ենք ինչի է հենց հիմա ակտուալ անկլավների հարցը, այն պարագայում, երբ որ այն անկլավ կոչվածներում այս պահին հայաստանցիներ են ապրում, հայեր են ապրում, եւ նրանք պիտի ստիպված դուրս գան, այնպես չի, չէ՞ որ եթե նույնիսկ այդ փոխանակումն եղավ, վաղը ադրբեջանցիք եկան, այդպես երջանիկ ապրելուն է, դա անհնար է։ Հա, ինչի է հիմա դա արվում։ Մենք չենք ասում սրա մասին չենք խոսում։ Հա, ով է որոշում երբ, որտեղ քաղաքականության մեջ հատկապես միջազգային հարաբերություններում ժամանակ շփազանց կարևոր է։ Տեսեք, հարգելի Սարգիս, միջև հիմա Հայաստանի, Վրաստանի դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացում, եթե չեմ սխալվում, 20% արված չի, իսկ 70 քանի տոկոսը արված չի։ Ինչի չեն շտապում։ Չնայած մեր մեջ ոչ մի հակամարտություն չկա, որ զգայուն ինչ-որ թեմաներ չշոշա, ավելի հանգիստ քննարկեն։ Տեսեք, չենք կարող վերջին սովետական քարտեզներով չանել։ Ես այն ընդդիմադիրների շարքին չեմ դասվում, որ ասում են օրինակի համար 26 թվի քարտեզով եկեք անենք, ոմանք որ ավելի վառ երևակայություն ունեն, կարող է բան ուրիշ քարտեզներ ասեն։ Շրջանի քարտեզներ։ Այդպիսի բան հնարավոր չի։ Որ պահին երկիրը փլուզվել է սովետական կայսրից, այդ պահի քարտեզներով էլ անում են։ Մանավանդ եթե ուժային բալանսը այնս քո օգտին չի, որ ուրիշ բան կարողանաս թելադրել։ Այստեղ ես պարոն Խառատյանի հետ համաձայն եմ։ Սկզբունքները հստակեցնենք, որ դրանք քննարկման կարոտ հարցեր են։ Ժամանակացույցը եւ այդ հարցերին գալու ինստիտուտները շատ զգուշորեն ընտրենք, որպեսզի նոր կոնֆլիկտ չհրահարենք։ Խնդիրը սրան է վերաբերվում։ Պարոնայք, առջևում խորհրդարանական ընտրություններ են եւ աշխարհիկ Հայաստանում կարծես եկեղեցուն վերաբերող թեման դարձել է ներքաղաքական գլխավոր հարցը։ Հիմա մենք լսում ենք, որ իշխանության մոտ կանգնած մարդիկ, փորձագետներ, դիտորդներ եւ այլն ասում են, գիտեք, այ եկեղեցում շատ բարձրաստիճան հոգեվորականներ քաղաքական գործիչներ են այլևս քննադատում են բացառապես իշխանություններին, նույն նարատիվն է, ինչ նախկիններն էին օգտագործում, ինչու ոչ դրսի ուժերի, հա, այսպես գործիք են դարձել նաև։ Մյուս կողմից մենք լսում ենք մարդկանց, որոնք ասում են, սա արշավ է եկեղեցու դեմ։ Որտեղ է ճշմարտությունը, ինչ կարող եք ասել։ Դե ես օրենքի դիրքից եմ ուզում նայել, հայ առաքելական Հայաստանյայից առաքելական եկեղեցին 53 այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունը իր կանոնադրությամբ եւ ըստ օրենքի պետություն իրավունք չունի խառնվել այդ կրոնական գործերի կառույցի ներքին գործերի։ 1. Օրինակ ամերիկացի գործընկերների հետ խոսելիս ամեն անգամ ասում եմ, հույս ունեմ, որ տարեվերջին խղճի եւ կրոնի ազատության մասին զեկույցում անպայման պիտի արձանագրվի այս խնդիրը, որովհետեւ վստահ եմ, որ եթե Եհովայի վկաների եւ մորմոնների հետ կապված լիներ, դուք ջանք չէիք խնայելու դա անել, ուրեմն պետք է դիտարկել սա որպես կրոնական կառույցի դեպք։ Սա չի նշանակում, որ ես սրանով սահմանափակում եմ համարում եմ արդյոք որքան է կրոնական կառույցի կամ կրոնական կառույցի հետեւ
հոգեվորականների քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը, սա այլ հարց է, օրենք են խախտում։ Եթե օրենք են խախտում, այո, ապետությունը ունի բոլոր հնարավորություններն ու լծակները, որպեսզի գործեր հարուցի եւ այս մարդկանց պատժի ենթարկի։ Բայց խնդիր դնել, որ ես որոշել եմ, այ տեսեք, այստեղ ամենամեծ երկերեսանիությունը, ասում է դե ես Հայաստանի ծառայական եկեղեցու հավատավոր հետևորդ եմ եւ որպես այդպիսին եմ խնդիր դնում այս վեհապարին հեռացնելու։ Դե այնպես է ստացվել, որ համել վարչապետ եմ, հիմա ինչ անեմ։ Հա, այստեղ լուրջ խնդիր ունենք, սա փաստարկ չի եւ այն տրամաբանությունը, որով ինքը փորձում է ենթադրաբար եկեղեցու ռեֆորմ անել, միջնադարից էլ հին է։ Ինքը պիտի նաև երևի 20-19-րդ դարում կաթողիկոսների եւ պետություն եկեղեցի բախումների տարբեր փուլերին թերևս ծանոթանալ։ Իսկ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Ահա զբաղվում է։ Եկեղեցին չգիտեմ, եկեղեցականներ կոնկրետ, այո, Հայաստանի ծառայական եկեղեցու վերնախավի մի կառավարված իհարկե, եւ արդեն իսկ դարձել է աշխարհակաղակական խնդիր։ Տեսեք, Եզրասի մասին խոսում է, Պուտինը մեդալ է տալի։ Ոչինչ չի թաքցվում։ Երեք իդեպ խորհրդանում առաջին անգամ ռիսկ արեց խոսել այն մասին, որ այո, ես պնդում եմ, որ նրանք երրորդ երկրին են ծառայում։ Ծառայում են, որպես գործակ, որ երրորդ երկիրն ուզում է լինի իդեպ։ Որպես գործակալներ օրենք ունենք երկրում։ Դատեք այդ մարդկանց։ Պարոն Խարատյանն ասաց, խնդրեմ, Եզրասի մասին խոսում են, Պուտինը մեդալ է տալիս։ Դուք այստեղ խնդիր տեսնում եք, որ Ես խնդիր եմ տեսնում առաջին իշխանության վարկագծի մեջ։ Ձեր հարցը մի քիչ թերի էր ձևակերպված։ Սա իրավունքի խնդիր է։ Ինքնության խնդիր էլ է իհարկե, բայց առաջին հերթին այդ դրա համար օրինակ ինպես քաղաքական գործի ուշադրության կենտրոնում է։ Եվ իրավունքի խնդիր է։ Կա Սահմանադրության 17 եւ 18-րդ հոդվածներ։ Մեկով ինքնավարությունն է եկեղեցու ճանաչում, մեկով բացառիկ առաքելությունը եւ այլն։ Հիմա դու Վատիկանում կան խնդիրներ։ Վատիկանը միջազգային իրավունքի սուբյեկտ է։ Կարդում եմ Սուրյանյանց ներողություն։ Բայց ոչ մի կաթոլիկ գերակա բնակություն ունեցող երկրի մտքով չի անցնում, որևէ երկրի ղեկավար չի ասում, այո, որպես կաթոլիկ եմ մտահոգ Վատիկանի։ Բայց գուցե վատ օրինակ է, որտեղ Վատիկանը թեոկրատիայի պետություն է ինքն իրեն։ Լավ, չէ, ես զուտ խնդիրների մասով արձանագրեմ։ Խնդիրներ կա Վատիկանում բազմաթիվ, արևմտյան մամուլը հեղեղված է։ Մեր եկեղեցում կան խնդիրներ բազմաթիվ։ Այդ խնդիրները տասնամյակներով լսել են, գիտենք էլ, բայց արդյոք մարդը, որը գործադիր իշխանության կրող է, իրավունք ունի այդ խնդիրներով զբաղվելու։ Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Այս հարցում պարոն Փաշինյանը երկընտրանք ունի, կամ հեռանալ վարչապետի պաշտոնից, եկեղեցու ռեֆորմի ծրագիր առաջարկել, գուցե լավ լինի ինչ-որ թվով քաղաքացիներ միանան, պայքարեն եկեղեցու նորոգման համար։ Առանցանալը կարող է առաջարկել, բայց իրավունք չունի պարտադրել։ Տեսեք, ռեպրեսիվ մեքենան աշխատացնել հոգևորականների դեմ, հետո խոսալ ռեֆորմներից մի քիչ տեղին չի։ Կուսակրոնության ուխտը, հնազանդության ուխտը բոլորը քննարկման ենթակա հարցեր են, բայց ներեկեղեցական մարմինների կողմից։ Իսկ մենք ինչ գիտենք, քննարկել են թե ոչ։ Հիմա ասում եք ինչ-որ մեկը մեդալ տվ։ Գիտեք, գործակալների հարցը ինչ-որ մեկի ճաշակով չի որոշվում։ Օրինակ, ինչ-որ մեկը կարող է 3-ից գործակալ համարի իր ճաշակից ելնելով։ Այդ մեկը եթե նույնիսկ երկրի վարչապետն է։ Կամ օրենսդրական բազա են ստեղծում եւ գործակալների լյուստրացիայի կանոն ինչ է կանում։ Կամ օրենսդրական բազա են ստեղծում, լյուստրացիա են անում եւ գործակալի տեղը բանտում է։ Անկախ նրանից ինքը որ ոլորտում է։ Նայած ինչ է արել, կարող է գուցե քաղաքականությունից դուրս գալն է։ Գուցե այո, սահմանափակվի նրա քաղաքական գործունեության իրավունքը կամ ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքը։ Բայց դա Նիկոլ Փաշինյանի կամ որտեվ հասարակության մի զգալի մասն էլ օրինակ իրան համարում է օտարորակարգի սպասարկող, որտեվ Ալիևի բոլոր պահանջները կատարում է, չէ՞։ Սա ճաշակով չպիտի լինի։ Օրենսդրական իրավական հիմքերի վրա եթե իսկապես գործակալների խնդիր կա, կարևոր չի դա եկեղեցու ներսում է, խորհրդանի ներսում է, գործադիրի ներսում է, այս խնդիրը պիտի լուծենք։ Շատ շնորհակալություն պարոն Նայք այս հարցազրույցի համար, ես հիշեցնեմ, որ եթերում Կիրակին էր, կհանդիպենք։